Մարտի 3-ին Հայաստան համահայկական հիմնադրամը դարձավ 24 տարեկան։ Ինչ է արվել այս ժամանակահատվածում եւ ինչեր դեռ պետք է արվեն։ Հանրային օրակարգում այսօր այս թեմաներն են եւ հյուրը Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։ Բարի երեկո։ Պարոն Վարդանյան, մարտի 3-ին հիմնադրամը դարձավ 24 տարեկան։ 24 տարին փոքր ժամանակահատված չի անցած ճանապարհը գնահատելու համար։ Կարող ենք արդյոք ասել, որ հիմնադրամը ծառայեց իր նպատակին, կամ ծառայում է իր նպատակին եւ կարողանում է իրականացնել այն առաքելությունը, որը դրված է իր վրա։ Նախ եւ առաջ պետք է հիշենք ինչի համար է ստեղծվել համահայկական հիմնադրամը 92 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստան համահայկական հիմնադրամը, որի նպատակը շատ պարզ էր՝ համախմբել ողջ հայությունը հայության համար կարևորագույն խնդիրների լուծման շուրջ։ Այդ պայից մինչ առայսօր այդ խնդիրները ներառել են թե Հայաստանում, թե Արցախում տարբեր ծրագրերի իրագործումը եւ միանշանակ կարող եմ ասել, որ այն ինչի համար ստեղծվել էր համահայկական հիմնադրամը արդիական է դեռևս եւ այսօր եւ այս 24 տարիների ընթացքում մենք իզորու ենք եղել իրականացնել շուրջ 300 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ ծրագրեր, 1000-ից ավել լայնածավալ ծրագրեր եւ համոզված եմ, որ ապագայում եւս արդիական է լինելու հիմնադրամի արկայությունը, քանզի խոսքը չի գնում միայն դրամական միջոցների, ուղղվածության մասին, այլ նաեւ սփյուռքը Հայաստանին կապող եւս մեկ օղակի մասին։ Այդուհանդերձ մենք կարող ենք ասել, որ խնդիրը, որ դրված էր 1992 թվականին հիմնադրամի ստեղծման ժամանակ, հիմա մենք կարողանում ենք լուծել։ Միանշանակ յուրաքանչյուր տարի իրագործվում են տասնյակ ծրագրեր եւ ծրագրերի նպատակականությունը արդեն իսկ որոշում է համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որի նիստը տեղի ունենում յուրաքանչյուր տարի մայիսին եւ այդ նիստի ընթացքում որոշում է ընդունվում, թե գլխավոր թեման դրամահավաքի որն է լինելու եկող տարվա համար, ինչպիսին էր օրինակ անցած տարի դա Արցախում բազմազավակ ընտանիքներին տներով ապահովման ծրագիրն է, նախորդ թեման դա Վարդենիս Մարտակերտ ճանապարհն է եւ այդպես յուրաքանչյուր տարի եւ կարող ենք իհարկե նշել, որ նպատակը, որը որ դրվել էր սկզբում, իրականացվել է եւ իրականացվում է այսօր։ Լավ, հիմնադրամը համահայկական է, համենայն դեպս անվանում այդպեսին Հայաստան համահայկական հիմնադրամ։ Ինչն է դարձնում հիմնադրամը իրապես համահայկական, քանի որ ծրագրերը հիմնականում իրականացվում են Հայաստանում եւ Արցախում։ Ինչու պետք է այս պարագայում արգենտինահայը կամ լիբանանահայը գտնի, որ հիմնադրամը նաեւ իրենն է։ Գիտեք, նախ եւ առաջ գաղափարը հիմնադրամի ստեղծելու եւ անվանելու են համահայկական, դա հենց այն էր, որ համայն հայությունը իր ջանքերը գործադրի եւ ուղի Հայաստանի եւ Արցախի կայացման գործընթացում իր մասնակցությունն ունենա։ Համահայկական հիմնադրամը ունի այսօր 25 ներկայացություններ 22 երկրներում, դրանով է հենց համահայկական եւ իհարկե հոգաբարձուների խորհրդի կազմը, որը ներառում է մեր եկեղեցիները, ավանդական կուսակցությունները, անհատ բարերարներին, բարեգործական կազմակերպությունները, այսինքն նայելով մեր հոգաբարձուների խորհրդի կազմին, արդեն իսկ պարզ է թե ինչու է համահայկական։ Ծրագրերը, որոնք որ իրագործում ենք, այո, 99%-ը դա Հայաստանում եւ Արցախում իրականացվող ծրագրերն են, քանզի ըստ իս կարևորագույն խնդիրը այսօր հայապահպանության համար դա առաջին հերթին հզոր հայրենիք ունենալն է։ Եվ մենք կոչված ենք այդ հզոր հայրենիքը պահպանելու եւ ել ավելի հզորացնելու համար։ Այսինքն կարող ենք ասել, որ հիմնադրամի կառավարման ձևաչափը ինքնին արդեն ենթադրում է, որ ենթադրենք նույն Արգենտինահայ համայնքը որոշակիորեն մասնակցում է որոշումների կայացման եւ իրականացման գործընթացին։ Միանշանակ ոչ միայն Արգենտինայի համայնքը, կարելի ասել յուրաքանչյուր ոք, ով կատարում է նվիրատվություն Հայաստան համահայկական հիմնադրամին, իրավունք ունի կառավարել իր կողմից նվիրաբերված գումարները։ Խոսքը գնում է ցանկացած գումարի մասին, քանզի մենք տալիս ենք հնարավորություն կառավարել նկատի ունենք նաեւ ուղղել այն ոլորտին, որը որ նա կցանկանա։ Մենք ունենք շատ բարերարներ, որոնք չեն ցանկանում մասնակից դառնալ գլխավոր, նպատակին, գլխավոր թեմային, այո, եւ իրանք օրինակի համար ուզում են ինչ-որ մի գյուղում դպրոց կառուցել կամ ռոռոկման ցանց։ Մենք դրան դեռ կանդրադառնանք, ես առաջարկում եմ խոսել հերոստամարաթոնի եւ մնացած ամբողջ ժամանակահատվածի մասին, քանի որ շատերի մոտ տպավորություն կա, որ Հայաստան համահայկական հիմնադրամը ակտիվ սկսում է աշխատել միայն այն ժամանակ, երբ հերոստամարաթոն է, նախապատրաստական աշխատանք, բուն հերոստամարաթոն, հետո գումարների հավաքագրում եւ այլն։ Ակնհայտ է, որ այդպես չի իրականում։ Ինչով է զբաղվում հիմնադրամը հերոստամարաթոնից ազատ այսպես օրերին։
Նայեք, հերոսամարաթոնը դա մի առանձին հերոստատեսային հաղորդում է, որը նաև այսօրվա դրամահավաքի շուկայում ամենագործուն գործիքներից մեկն է դրամ հավաքելու համար։ Գոյություն ունեն դրամ հավաքելու բազմաթիվ ձևեր, ընդ որում պետք է նշեմ, որ համայնքական հիմնադրամը երևի թե աշխարհում գործող եզակի բարեգործական կազմակերպություններից է, որը կիրառում է դրամահավաքի գրեթե բոլոր հնարավոր ձևերը։ Մենք իրականացնում ենք դրամահավաք ճաշկերույթներ, համերգներ, դրամահավաք հեռուստամարաթոններ, հեռախոսամարաթոններ, SMS նվիրատվությունների շնորհիվ դրամահավաքներ, ռադիո մարաթոններ, այսինքն ինչքան այսօր աշխարհում հնարավոր դրամահավաքի ձև կա, մենք օգտագործում ենք։ Ուղղակի ամեն ձևը ունի իր նպատակային աուդիտորիան, հա, եթե Ամերիկայում ենթադրում եմ նաև աշխարհագրական, հա, անպայման Ամերիկայում մեր հայրենակիցները արդեն սովորել են, որ գովաբանության օրը նոյեմբերին ամսին լինելու է համայնքական հիմնադրամի հեռուստամարաթոնը եւ իրենք բոլորը սպասում են այդ օրվանը, արդեն գիտեն, որ հեռուստատեսությամբ պետք է հետևեն մարաթոնին։ Եվրոպայի մեր հայրենակիցները գիտեն, որ նոյեմբեր ամսվա մեջ 3 օր լինելու է համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որին իրանք կրկին սպասում են։ Տորոնտոյի համայնքը գիտի, որ ամեն տարի կազմակերպվում է բարեգործական ճաշկերույթ։ Բրազիլիայում, Մոսկվայում դա ճաշկերույթն է, Բրազիլիայում դա ռադիո մարաթոնն է, Լիբանանում դա ռադիո մարաթոնն է, այսինքն ամեն երկիր, ամեն համայնք, որտեղ մենք ունենք ներկայացություն, ընտրել են իրենց համայնքների համար ճիշտ ձևը դրամահավաքը իրագործելու։ Մենք գործադիր վարչությունը, որը որ հիմնադրամի գլխավոր գրասենյակն է, որը գտնվում է Երևանում, մենք ունենք թվով շուրջ 45 աշխատակից, որոնք տարվա ընթացքում իրականացնում են եւ վերահսկում են բոլոր մեր կողմից իրականացվող ծրագրերը եւ իհարկե նաեւ իրականացնում են դրամահավաք։ Դրամահավաքը միայն հեռուստամարաթոնի օրը չէ։ Դրամահավաքը տարին 365 օր է, քանի որ մենք գործ ունենք անհատ բարերարների հետ, որոնց հետ միշտ հաղորդակցությունների մեջ ենք։ Ծրագիրը պետք ներկայացնել, պետք է հավանության արժանանա ծրագիրը, պետք է նախագիծ պատվիրել, պետք է մրցույթ անել, պետք է շինարարություն իրականացնել։ Ուղղակի հեռուստամարաթոնը, քանի որ ինքը իր բնույթով հա 12 ժամ ուղիղ եթեր գրեթե բոլոր հեռուստաալիքներով, դրա համար հանրությունը ավելի շատ աչքի դա է։ Բայց բոլոր լրատվամիջոցները, ուզում եմ նաև բոլորին շնորհակալություն հայտնեմ, տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր 2-3 շաբաթը մեկ անդրադառնում են համայնքական հիմնադրամի աշխատանքներին եւ մենք էլ տարբեր այսօրվա հասարակության համար ընդունելի միջոցներով, այսինքն Facebook-ով եւ այլ սոցիալական մեդիաներով փորձում ենք տեղյակ պահել հանրությանը այն ծրագրերի մասին, որոնք որ իրագործում ենք։ Ծրագրերի իրականացման մեխանիզմը եւ ընդհանրապես բարերարների հետ աշխատանքի ու վերահսկողության մեխանիզմը ինչպես է տեղի ունենում։ Հիմնադրամը մշակում է որոշակի ծրագիր, կապված ենթադրենք որևէ գյուղում, որևէ ենթակառուցվածքի հետ, այնուհետև դա ներկայացնում է բարերարներին, բարերարները գումարը տալիս են, հիմնադրամը հայտարարում է մրցույթ որևէ շինարարի, շինարարին ընտրվում է, հետո իրականացում է շինարարությունը եւ ինչպես է այդ մեխանիզմը տեղի ունենում։ Գրեթե ամբողջ process-ը դուք արդեն նկարագրեցիք, բայց ասեմ, որ մի քանի տարբերությամբ լինում են երկու տեսակի ծրագրեր, երբ որ մենք ենք առաջարկում, երբ որ բարերարը մեզ է ասում, այսինքն նա չի ուզում լսել առաջարկ, նա ասում է, որ նայեք, ես ծնունդով այս գյուղից եմ, ես ուզում եմ գյուղում այս դպրոցը կարգի բերեմ։ Այդ դեպքում արդեն մի քանի քայլ է։ Առաջի հերթին մենք անում ենք նախնական հաշվարկ ծրագրի։ Ինչ է սա Իրանից ներկայացնում։ Մեր շինարարական մասնագետը գնում է տեղում ուսումնասիրելով շենքը ոչ շատ մանրակրկիտ, անում է շատ մոտավոր հաշվարկ, այսինքն խոսքը գնում է Ենթադրենք $1 միլիոն չէ 10 միլիոն Այո, այսինքն որպեսզի բարերարը հասկանա ինչի մասին է մոտավորապես գնում խոսքը, սա 100,000 է թե 1 միլիոն է։ Եթե նախնական հաշվարկից հետո բարերարը օքեյ, հա, գումարի հետ ասում է շարունակեք, մենք պատվիրում ենք արդեն պրոֆեսիոնալ նախագիծ, նախագծային որևէ մի կազմակերպության։ Նախագիծը պատրաստ լինելուն պես մենք կրկին գնում ենք բարերարի մոտ, ասում ենք, որ նայ նախագիծը պատրաստ է ըստ նախագծողների նախնական արժեքը ծրագրի, հիմա էլ այսքան է կազմում, որը կարա լինի մեր առաջի հաշվարկի մոտավորապես նույնը կամ պլյուս-մինուս 10%-ի մասին ենք նորից խոսում։ Եթե նա նորից ասում է շարունակեք, թիվը նորմալ է, մենք հայտարարում ենք շինարարական մրցույթ։ Մրցույթները բաց են բոլորի համար, կամ պարտադիր պայմաններ, ընդ որում մենք արդեն մոտ 10 տարի է ընդունարկել ենք համաշխարհային բանկի պարտադիր պայմանները, որոնք որ դրվում են շինարարական մրցույթների համար, բավականին խիստ պայմաններ են, շատ լուրջ ուշադրություն է դարձնում նախկինում նման
աշխատանքների իրականացման փորձի վրա, պետության հանդեպ որևէ պարտ պահանջ չունենալու վրա, պրոֆեսիոնալ աշխատակազմի վրա եւ ինչի համար է դառնում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնում։ Գիտեք, ոչ թե կոռուպցիոն ռիսկեր, այլ եթե մարդը չունի օրինակի համար, եթե մենք կառուցում ենք հիվանդանոց, մենք պետք է վստահ լինենք, որ շինարարը, որը որ մասնակցում է մրցույթի, գիտի ինչի մասին է խոսքը, որտեղ յուրաքանչյուր շինարարության տիպ ունի իր նրբությունները, հա, ճանապարհի շինարարը, որը սախյանք ճանապարհ է սարքել, չի կարող կառուցել շենք։ Դրանք շատ տարբեր շինարարության տեսակներ են։ Եվ այդ բոլոր պահանջները դերով մենք ուզում ենք վստահ լինենք, որ շինարարը, որը մասնակցում է մրցույթին, ունի այդ փորձը, եւ մենք էլ շատ հեշտությամբ արդեն կվերահսկենք իր աշխատանքները։ Մրցույթները բաց են իրենց բնույթով, այսինքն մրցույթին կարող է մասնակցել ցանկացած մարդ, նույնիսկ շատ դեպքերում մենք առաջարկում ենք բայերերին, որպեսզի ինքը իր ներկայացուցիչին ուղարկի, որը նստի ֆիզիկապես մրցույթի ժամանակ, որպեսզի այնուհետև կասկածներ չունեն, կասկածներ չունեն։ Գնային առաջարկները եւ բոլոր փաստաթղթերը բացվում են մրցույթի բոլոր մասնակիցների առջեւ, որպեսզի որևէ կասկած չլինի, եւ հաղթողը ճանաչում միանշանակ միայն ցածրգին տրամադրող կազմակերպությունը։ Կրկին մրցույթի ընթացքում մենք անընդհատ զգուշացնում ենք բոլոր շինարարներին, որ շատ ցածրգին չդնեն, որպեսզի չկարծելով, որ այնուհետև կարող են բարձրացնել արժեքը, նման բան մեր մոտ չի կարող լինել, այսինքն դա պետք է լինի ռեալ ցածրգին։ Այնուհետև արդեն կատարվում է վերջնական ընտրությունը, կրկին դիմում ենք բայերարին ասելով, որ նախնական արժեքից հիմա գինը իջել է, նվազել է, հասել է այս գնի, արդյոք թույլ եք տալի կնքել շինարարական պայմանագիր։ Ինքը տալիս է նորից համաձայնություն, կնքվում է շինարարական պայմանագիր եւ միաժամանակ կնքվում է եւս երկու պայմանագիր։ Դա հեղինակային հսկողության պայմանագիրն է, որը կնքվում է նախագիծը իրականացած կազմակերպության հետ, որպեսզի արդեն իրանք հետևեն, որ ամեն ինչ արվում է համաձայն իրենց նախագծի եւ համաձայն Հայաստանի Հանրապետության կարգավիճակության մասին օրենքի նաեւ տեխնիկական արդեն պայմանագիր է կնքում տեխնիկական վերահսկման, որտեղ այլ կազմակերպություն ոչ մենք հետևում է շինարարի տեխնիկական, հա, բոլոր աշխատանքներին, որակը։ Այսինքն փորձ է արվել բացառել մեխանիզմը, երբ մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն, շինարարության տենդերը կհաղթի մեկ ընկերություն, ոչ թե փորձ արվել, այդպես էլ արվում է եւ ի ուրախություն համահայկական հիմնադրամի կարող եմ ասել, որ այս դարում, երբ որ լրատվամիջոցները իրոք հասանել են ամենուրեք եւ կան տարբեր հարթակներ հայտարարություններ անելու համար, վերջին գոնը 12-13 տարվա մեջ ես չեմ հիշում որևէ դեպք, որ համահայկական հիմնադրամի մրցույթին մասնակցած որևէ կազմակերպություն որևէ տեսակի բողոք ունենա։ Իսկ բարերարները բողոքներ ունեցել են։ Բարերարները կարող են ունենալ միայն մեկ բողոք, երբ որ իրանք ուզում են, որպեսզի ծրագիրը ամբողջությամբ ավարտվի $100,000, բայց ցավոք սրտի ծրագիրը արժի շատ ավելի շատ։ Միայն դա է, որ չի երիքում ուղղակի իրենց գումարները, ուզում են ավելի մեծ բան ստանան, բայց այդ գումարով ցավոք սրտի չի ստացվում։ Մեկ այլ խնդիր, որ համահայկական հիմնադրամը եզակի հայկական կառույց է, նույնիսկ ասեի միակը, բարեգործական, որ անցնում է երկու տեսակի միջազգային աուդիտ։ Մենք անցնում ենք եւ ֆինանսական աուդիտ, եւ ֆիզիկական, այսինքն ստուգվում են ոչ միայն ֆինանսական հոսքերը եւ ինչպես են տրամադրվում գումարները, այլ նաեւ ֆիզիկապես ստուգվում է շինարարության որակը եւ շինարարական արժեքները։ Սա եզակի է իրոք Հայաստանում գործող գրեթե բոլոր կազմակերպությունների համար եւ դա էլ եւս մի գործոն է մեր թափանցիկության մասին։ Վերջին հերոստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարը կարծեք թե ավելի քիչ էր, քան նախորդ տարիներին։ Շատերը դա հիմք վերցնելով ասում են, որ վստահությունը հիմնադրամի հանդեպ գնալով նվազում է եւ այն, որ գումարը քիչ է, դրա ամենավառ ապացույցն է։ Ինչ կարելի է բերել որպես հակափաստարկ։ Նախ եւ առաջ այն մարդկանց, որոնք խոսում են անվստահության մասին, ես խորհուրդ կտայի, որպեսզի իրանք էլ սկսեն վստահելու իրանք էլ գումարներն նվիրաբերեն, քանի որ իրոք ցանկացած գործ անելու համար պետք է հավաքվել ոչ թե 10 հոգով, այլ 1000 հոգով, 2000, 1 միլիոն։ Ցավոք սրտի այսօրվա հայ իրականության մեջ չկա որևէ մի բան, որի շուրջ մենք իրոք ազգովի, հա, գրեթե բոլորս հավաքվում ենք։ Իրոք չկա այդպես խնդիր։ Ինչ վերաբերվում է գումարների քիչ կամ շատ լինելուն, պետք է հասկանալ մեխանիզմը, թե ինչպես է այդ գումարը գոյանում։ Նայեք, հասարակ մարդկանցից խոսքը գնում է 1 դրամից մինչև $500 նվիրատվություններ։ Մենք յուրաքանչյուր տարի սկզբներում հավաքում էինք 3-4 միլիոն, հիմա հասել ենք 6-7 միլիոն $։ Սա այն գումարն է, որը հավաքվում է փոքր նվիրատվություններով։
6-7 միլիոն դոլարից բարձր գումարները դա միայն մեծահարուստ խոշոր նվիրատուների նվիրատություններն են։ Հիմա պատկերացրեք 1 տարի, ինչպես եղավ մի քանի տարի առաջ, մեր Ռուսաստան բնակ, մեր հոգաբարձուների խորհրդի անդամ եւ մեր ամենամեծ բարերարներից մեկը Սամվել Կարապետյանը նվիրաբերեց 15 միլիոն դոլար, որով կառուցվեց Ստեփանակերտում հիվանդանոց։ Հիմա ինչպես եք դուք պատկերացնում, որ Սամվել Կարապետյանը պետք է ամեն տարի 15 միլիոն տա։ Իհարկե ոչ։ 1 տարի կտա 15, 1 տարի ընդհանրապես չի տա, 1 տարի կտա 1 միլիոն, ինչպես վեց այս վերջի դրամահավաքի ժամանակ, 1 տարի էլ 5 կտա։ Եվ իրպես մարդկանցով է պայմանավորված 6-ից հետո դա կլինի 15 միլիոն, 50 թե 100։ Բայց ասել որ նվազել է չեմ կարող, իրոք չի նվազել, որովհետև քանակային առումով, մարդկանց մասնակցության առումով թիվը կայուն աճում է, այսինքն մենք ունենք ավելի շատ մասնակիցներ։ Մի այլ խնդիր է, որ այո, մեծահարուստների մոտ այս 2 տարին Ռուսաստանի մեծահարուստների մոտ շատ լուրջ խնդիրներ կան տնտեսական եւ նույնիսկ մենք չենք դիմում իրանց օգնության համար, քանի որ գիտենք, որ մարդկանց մոտ շատ լուրջ տնտեսական խնդիրներ են առաջացել։ Մասնավոր ծրագրերի մասին փորձ ենք խոսել, որովհետև մենք էլի հիմնականում տեղյակ ենք լինում այն ծրագրերից, որոնք որ հռչակվում են հիմնադրամի կողմից որպես տարվա գլխավոր նախագիծ, այդուհանդերձ տեղեկատվություն այն ծրագրերի մասին, որոնք առանձին բարերարները առանձին կերպով են իրականացնում, դրանց մասին տեղեկություն չկա։ Շատ են այդպիսի ծրագրեր։ Գիտեք ինչ, այդ ծրագրերը շատ են եւ շատ լուրջ տեղ են զբաղացնում համահայկական հիմնադրամի 24 տարիների մեջ, եթե մենք գումարային փորձենք բաժանենք գլխավոր թեմաները եւ հատուկ ծրագրերը, ինձ թվում է մոտավորապես հավասարի կլինի։ Լավ օրինակ կլինեն այն ծրագրերը, որ բոլորը գոնե Երևանում տեսել են, դա օրինակի համար նախկինում Պուշկինի այգին է, Սիրահարների այգին, հա, որ այսօր մինչև առայսօր շատ լավ վիճակում է, սա հատուկ ծրագիր է։ Սա մեր նվիրատուն պարոն Պողոսյանը Շվեյցարիայից ուզեցավ հենց կոնկրետ այդ այգին կարգի բերի եւ պահպանի։ Սա է մի ծրագիր, մեկ այլ ծրագիր Երևանում հենց սպային մենք շատ լուրջ շինարարական ծրագիր ենք անում Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ամբողջական վերակառուցումն ենք անում եւ սեպտեմբերին դպրոցը բացվելու է, ստանալու ենք նախադեպը չունեցող երաժշտական դպրոց Հայաստանում։ Այսինքն սրանք բոլորը հատուկ ծրագրեր են։ Մենք ունենք Արգենտինայից թվով մոտ 20 ընտանիք, որոնք յուրաքանչյուր տարի այցելում են Հայաստան, գալիս են մեր գրասենյակ, մենք իրար հետ ձեռքի բռնում ենք ու գնում ենք տարբեր մարզեր, ընտրում ենք իրանց համար ծրագրեր, բայց իրանք չեն ուզում մասնակցեն խոշոր ծրագրերին։ Ամեն մի ընտանիք առանձին վերցնում է մեկ բան եւ անում է։ Մեկ բան ասելով փոքր չեմ ասում, արգենտինացիները ընդհանրապես Արգենտինայի ամենը շատ ակտիվ է վերջին մի քանի տարին եւ յուրաքանչյուր տարի 2-3 միլիոն դոլարի ծրագրեր իրականացնում թե Արցախում, թե Հայաստանում։ Տավուշի մարզում են իրանք շատ հիմա ակտիվ, ջերմոցներ են կառուցում ընտանիքների համար, դպրոցներ, ռոռոկման ցանցեր, սպորտ դալիճներ, այսինքն այս ծրագրերը կրկին շատ կարեւոր են ինչի համար, որովհետեւ կա մարդկանց մի մեծ զանգված, որոնք չեն ուզում ինչ-որ մի մեծ բանի մաս կազմել, բայց անպայման ուզում են ինչ-որ բանով իրենց հայրենիքին օգտակար լինել։ Եվ իրանք են արդեն այդ դեպքում ընտրություն անում ինչ ոլորտում են ծրագիր ուզում, որ մարզում են ուզում, որ քաղաքում են ուզում, որ գյուղում են ուզում, մենք ուղղակի մեխանիզմ ենք իրանց համար իրագործելու եւ վստահելու եւ վստահ լինելու, որ ապագայում խնդիրներ չեն լինի։ Որ ծրագրերն են հիմա ընթացքի մեջ, ամենախոշորներից մեկը Վարդենիս Մարտակերտ ճանապարհն է։ Վարդենիս Մարտակերտ։ Ինչ ընթացքում է ճանապարհի շինարարությունը եւ ուրիշ այլ ինչ խոշոր ծրագրեր։ Նու կոնկրետ այս բանը Վարդենիս Մարտակերտում շինարարությունը կանգնեցված է, դադարեցված է, քանի որ ձմեռային պայմաններ են, շատ շուտով արդեն աշխատանքները կվերասկսվեն, մոտ 50 կիլոմետր ճանապարհից արդեն իսկ ասֆալտապատած է եւ այս տարվա վերջ մենք կազդարենք ճանապարհի շինարարության ավարտը։ Սա իրոք շատ կարեւոր ծրագիր է։ Ես կասեի երևի 24 տարիների մեջ կարևորությամբ երկրորդ ծրագիրն է, առաջինը ես կասեմ դա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն էր, որի շնորհիվ այսքան տարի մենք կարողանում ենք առանց որևէ խնդիր հասնել Լեռնային Ղարաբաղ, սա կլինի երկրորդ ուղին դեպի Լեռնային Ղարաբաղ եւ ստրատեգիկ շատ լուրջ նշանակություն ունի ծրագիրը եւ համոզված եմ որ ավարտելուն պես տուրիստների մեծ մասը հենց այդ ճանապարհով է գնալու։ Ինքը ավելի հարմար է, ավելի թեթև է որպես ճանապարհ եւ շատ լավ հնարավորություն է ստեղծնում այդտեղով գնալ Ղարաբաղ, վերադառնալուց գալ արդեն Գորիսով, հա, որպեսզի Տաթև եւ մնացած սիրուն տեղերը տեսնեն։ Բացի դրանից Ղարաբաղում մենք մեկնարկել ենք 5 եւ ավելի երեխա ընտանիք ունեցող ընտանիքների համար բնակարանների շինարարության ծրագիրը, այս պահին 33 տուն է կառուցվում, եւս 50 կսկսենք ամառը, այսինքն երևի թե կշարունակենք այդ ծրագիրը նաեւ մյուս տարի, եւ ինչպես նշեցի, դա օրինակ Չայկովսկի անվան դպրոցն է,
Նալբանդյան գյուղում մենք վերակառուցում ենք դպրոցը, Տավուշի մարզում Խաչարձան գյուղում կառուցում ենք սպորտ դահլիճ, կառուցում ենք ռոռոկման համակարգ, Լեռնային Ղարաբաղում Ստեփանակերտում կառուցում ենք օնկոլոգիայի կենտրոն, ֆրանսիահայերն են ֆինանսավորել շատ մեծ, շատ լուրջ կենտրոն առնելու, համոզված եմ տարածքը շատ լուրջ նշանակություն կունենա։ Երկու հսկայական դպրոց են կառուցում Լեռնային Ղարաբաղում, մեկը Ստեփանակերտում, մեկը Սոզգյուղում, թվով 6 համայնքային կենտրոն են Ղարաբաղում կառուցում։ Եթե թվարկեմ, շատ է։ Ծրագրերը իրոք շատ են, մարդկանց թվում է, որ մենք 1-2 ծրագիր ենք անում, բայց պետք է նշեմ, որ յուրաքանչյուր պահի համայնքական հիմնադրամը առնվազն 40 ծրագիր իրագործում։ Յուրաքանչյուր պահի, երբ որ դուք մտնեք հիմնադրամ, մենք ունենք առնվազն 40 ընթացիկ ծրագիր։ Լավ, եւ փորձենք ամփոփել մեր զրույցը այսպես ասեմ, մոդայիկ հարցերից մեկը կապված հիմնադրամի եւ մասնավորապես հեռուստամարաթոնի հետ կա ցավոք սրտի բավական տարածված պնդում այն մասին, որ հեռուստամարաթոնը իր բնույթով դա փողմուրալ է մեր հայրենակիցներից եւ հենց այդ պատճառով էլ պետք է հրաժարվել այդ ձևաչափից եւ այդ գաղափարից ընդհանրապես։ Այդ պնդումը հիմնավորվում է թեզով, թե 10 կամ 20 միլիոն դոլարը նույնիսկ մեր համեստ հնարավորություններ ունեցող պետության համար ֆանտաստիկ մի գումար չէ եւ կարելի է ինչ որ տեղից հայթայթել այդ գումարները եւ ուղղել նույն նպատակների իրականացմանը, նույն ծրագրերի իրականացմանը, որոնք որ արվում են հեռուստամարաթոնի միջոցով հանգանակված գումարներից։ Ինչ հակափաստարկ կարելի բերել այս կարծիքին։ Գիտեք ինչ, նախ եւ առաջ ինչքան է գումարը մեծ կամ փոքր չլինի, այդ գումարով արվում են շատ լուրջ ծրագրեր։ Եթե մենք հետ գնանք, ապա այսօր, եթե չլիներ Հայաստան համայնքական հիմնադրամը, ապա Հայաստանում եւ Արցախում 300 միլիոն դոլարի պակաս իրականացված գործ կներ, որը շատ լուրջ տարբերություն կտար թե այսօրվա Հայաստանի կյանքում, թե Լեռնային Ղարաբաղի։ Այո, այսօր Հայաստանի պետական բյուջեն թույլ է տալի բավականին լայնածավալ ծրագրեր իրագործել, բայց պետք չէ համայնքական հիմնադրամին նայել սոսկ որպես ֆինանսական գործիք, որը դրամ է հավաքում եւ դրամ է ծախսում։ Ոչ, Հայաստան համայնքական հիմնադրամը դա նաեւ Հայաստան սփյուռք կապն է։ Դրամահավաքին մասնակցելով այո, իհարկե, որովհետեւ դրամահավաքին, հա, ամերիկահայը, որը մասնակցում է դրամահավաքին, անպայմանորեն որոշում է կայացնում այնուհետև գալ Հայաստան եւ իր աչքով տեսնել թե ինչ է կատարվել։ Սա մի շատ կարեւոր գործոն է։ Բացի դրանից մուրալ բառը իրոք չեմ սիրում, գիտեք ինչու, որտեվ բարեգործական կազմակերպություններ կան աշխարհի բոլոր երկրներում։ Ես միշտ բերում եմ մեկ օրինակ, որ աշխարհի ամենահարուստ երկիրը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ իր բանակը, որը ֆինանսավորմամբ աշխարհում առաջինն է, իր ֆինանսավորմամբ, կա Ամերիկայում հիմնադրամ, որը զբաղվում է դրամահավաքով ամերիկյան բանակի զինվորներին հագուստով ապահովելու։ Ինչքան է դա ծիծաղալու չէ, ինչի, բայց դա իրականություն է։ Այսինքն, եթե Ամերիկայում դա նորմալ է, ինչի՞ պետք է Հայաստանում նորմալ չլինի։ Բարեգործությունը ընդհանրապես ինքը շատ կարևոր գաղափար է։ Բարեգործությունը դա կենսակերպ է, բարեգործությունը մտածողություն է։ Բարեգործ մարդը չի կարող չար մարդ լինել։ Եթե մենք կարողանանք մեր երեխաների մեջ սեր մասնել բարեգործության գաղափարը, ինչպես դա անում են Եվրոպայում եւ Ամերիկայում, մենք պետք է հիշենք, որ սովետական միության ժամանակ բարեգործություն որպես այդպիսին գաղափար չկար։ Ամեն ինչի համար պատասխանատու էր պետությունը, ամեն ինչը պարտավոր էր անել կառավարությունը։ Ժամանակները փոխվել են։ Հա, մենք անցել ենք ուրիշ սկզբունքների եւ այն դարաշրջանը, երբ որ մենք ամեն մեկս մեկին պարտավոր ենք ինչ-որ բանով օգտակար լինել եւ ինչ-որ բանով օգնել։ Եվ իրոք իհարկե ոչ, ինչու ոչ լինել բարեգործ, ինչու ոչ օգնել իրար։ Եվ երբեք չկարծել, որ դա մուրար է, ոչ։ Դա գործ է, որը մենք անում ենք, ես պատվով եմ անում այդ գործը եւ շատ ուրախ եմ, որ կարող եմ յուրաքանչյուր տարի պատվով ասել, որ կառուցել ենք եւս 10 կամ թեկուզ 1 դպրոց։ Ցանկացած մի դպրոց դա 200-300 աշակերտի համար բարեկեցիկ ապագայի առաջի գործոնն է։ Եթե մենք համարում ենք դա ոչ կարեւոր, ապա միգուցե ընդհանրապես ոչ մի բանով չզբաղվենք։ Լավ, թույլ տվեք շնորհավորել եւս մեկ անգամ հիմնադրամի ստեղծման 24-ամյակի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել ժամանակ գտնելու եւ մեր հաղորդաշարին հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն։